Պատվաժան դատարան, իսկ քաղաքականությամբ զբաղվելու արգելանք չկա, ճիշտ է։ Քաղաքականությամբ զբաղվելու արգելանք չկա իմ հանդեպ ասում եմ։ Դատական նիստը Պատվաժան դատարան, ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնեմ հայ առաքելական եկեղեցուն, այսօր ճաշման դագը, աննախադեպ ճաշման դագ է, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Սրբազանին, Սրբազան հորը, բարևներս փոխանցեմ Միքայել Սրբազանին, շնորհակալ եմ Աստծուց, որ նման սրբազաններ ունենք, մեր եկեղեցին նման սրբազաններ ունի, ասենք պետքա Նիկոլի հետ հանդիպածներն սրբազանել, հնարավորություն կունենա Պատվաժան դատարան, հարցեր կա, որ մինչև դեկտեմբեր 9-ը, ասենք ես հիմա ախր տեսեք, անցած նիստին թոշակառուներից խոսեցինք, հիմա այս մարդամեկը սուդսադախոսը, սուդլիկ որսկանը, երեք ազգային ժողովում, ասենք թոշակառուներից ճար է ասել։ Քաղաքական ամբիոն չի, հիմա ես ուզում եմ պատասխանեմ, բայց ոչ պատասխանեմ, Պատվաժան դատարան։ Նստեք նստեք կասեմ, այստեղ քաղաքական ամբիոն չի, հստակ հարց են քննարկելու, խնդրեմ, հստակ հարցեր ուղղակի մի հատ հարց ունեմ, էլի, դատախազներին, Պատվաժան դատարան։ Դատախազներին հարց իրավունք չունեք։ Լավ, ասենց ասեմ ես հիմա այստեղ նստած եմ, հաստորեն 3 մարդու խոսակցության հիմքով։ 3 մարդու խոսակցության հիմքով, ասենք ինչ-որ ցայնագրություն կա, ես այստեղ նստած եմ։ Ես 5 ամիս շարունակ, այսօր 5 ամիսը լրացավ։ Իմ մեջ մի հատ մեծ հարց կա, հարցական կա։ Եթե 3 հոգու խոսածի հիմքով, անձնական խոսակցության հիմքով հնարավոր է անձին ձերբակալել եւ կալանավորել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առնվազն 30,000 հոգի խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Եթե իմ պարագայում պարտեզված ավտոբուս չկա, ներ չկա, շփոթված տուժող չկա, կա վաճառված Արցախի փաստը, կա 150,000 հոգի արտագաղթած արցախցիներ, միներ մեկ սպասել, չեմ ներում, ես ուզում եմ հասկանամ դուխները չի հերիքում Նիկոլ Փաշինյանի ձերբակալեք։ 30,000 հոգի առնվազն խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Արցախը վաճառած է։ Չէ, ինչի վսյո։ Մեքսիկայում հաշվի համար ստուգել, Կանադայում հաշվի ստուգել, 5 միլիոն, չի բայց ես հարցեր ունեմ, ես հարցեր ունեմ, ապեր։ Չի համար գնա։ Ապեր ինձ ակելված է քաղաքական հարցեր կան։ Ինձ ակելված է քաղաքական հարցեր։ Ապեր չեմ հասցնում, իրավաբանական հարցեր են քննարկում, չնայած իրավաբանություն չեմ տեսնում, ամենան հարգանքով իմ իրավաբան ընկերների հանդեպ, բայց ես իստիմաց չեմ հասցնում խոսել։